Մեր Տերը օրհնի մեզ, այսպես են վերնագրել խոսքը Տիրոջ ծառան։ Մատթեոսի ավետարանից կկարդամ 21-րդ գլխից 23-ից մինչև 27 համարները։ Երբ որ եկավ տաճարը, նա սովորեցնելիս, քահանապետները և ժողովրդի ծերերը նրա մոտ եկան և ասեցին. Ինչ իշխանությունով ես անում այդ բաները, և ով տվեց քեզ այդ իշխանությունը։ Հիսուսն էլ պատասխանեց և ասեց նրանց. Ես էլ ձեզանից մեկ բան կհարցնեմ, եթե այն ինձ ասեք, ես էլ ձեզ կասեմ, թե ինչ իշխանությունով եմ անում այս բաները։ Հովհաննեսի մկրտությունը որտեղից էր։ Երկնքից էր, թե մարդկանցից։ Եվ նրանք իրենց մեջ միտք էին անում և ասում. եթե ասենք երկնքից, կասե մեզ, ապա ինչու չհավատացիք նրան, Հովհաննեսին, Հովհաննեսի վկայությանը ինչու չհավատացիք։ Իսկ եթե ասենք մարդկանցից է, ժողովրդից վախենում ենք, որովհետև ամենքը Հովհաննեսին մարգարեի տեղ են ընդունում։ Եվ պատասխանեցին Հիսուսին ու ասեցին. չգիտենք։ Նա էլ նրանց ասեց. ես էլ չեմ ասի ձեզ, թե ինչ իշխանությունով եմ անում այս բաները։ Իհարկե, Տեր Հիսուսը հայտնվեց մարմնում, եղավ մեզանից մեկը մեզ ծառայելու համար։ Նա մեզ ծառայեց, սակայն այս հատվածում, որպես Տիրոջ ծառա, Տիրոջ ծառայություն անող Հովհաննեսին ես նկատի ունեի, Տիրոջ ծառա, որ Հովհաննեսը ծառայում էր Տիրոջը, մարդկանց հետ աշխատանք էր տանում, որ մարդիկ իրենց սիրտը պատրաստեն Հիսուս Քրիստոսին ընդունելու։ Եվ Հովհաննեսի աշխատանքով էր, որ առաքյալների հիմնական մասը Հիսուսին դարձան, Հովհաննեսի աշակերտներն էին եղել։ Ոմանք էլ, որ չդարձան, նրանց համար էլ անհանգստանում էր, ուղարկում էր, գնացեք հարցրեք, դու ես նա, որ պիտի գայես, թե ուրիշի սպասենք։ Նպատակով էր ուղարկում, որ անձամբ տեսնեն, ինչ է լսեն անձամբ, ինչ է խոսում և գրվածքով կարողանան հետևել Հիսուսին, ինչպես որ մյուս աշակերտները։ Հովհաննեսը վկայեց Հիսուսի մասին։ Փաստորեն, Հովհաննեսի վկայությունը չէին ուզում ընդունեին այստեղ ովքեր էին քահանաները, ժողովրդի ծերերը։ Եթե ասենք Հովհաննեսը երկնքից է, Աստծուց ուղարկված, չէ՞ որ Հովհաննեսն էր վկայում, որ ահա Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը, խոսում էր Քրիստոսի մասին։ Հովհաննեսն էր վկայում, որ Հիսուսը Մեսիան է, Հիսուսն է Քրիստոսը։ Իսկ դու ով ես, անապատում կանչողի ձայնը, Տիրոջ առաջից եկողը։ Լավ գիտեր ինքն ով է, լավ էր ճանաչում Քրիստոսին։ Եթե Հովհաննեսի վկայությունը ընդունեին, կյանք կընդունեին, օրհնություն կընդունեին։ Բայց քահանաները, այդ ժամանակի ժողովրդի ծերերը մերժեցին Հովհաննեսին և նրա վկայությունը չընդունեցին, և ովքեր, որ իրենց ետևից էլ գալիս էին, ովքեր հետևում էին նրանք էլ մերժեցին։ Զրկվեցին մեծ օրհնությունից, զրկվեցին։ Տիրոջ ծառա էր Հովհաննեսը և մեծ ծառա, հիշում եք նրա համար ինչ էր վկայում Տեր Հիսուսը։ Նրանից մեծը կանանցից դեռ ծնված չէ և չի լինի, անկրկնելի պարգև ունեցող անձնավորություն էր Հովհաննեսը, որ Տիրոջ առաջից պիտի գար
նորից Տերը մարմնով այսպես ինչպես առաջի անգամ եկավ, այդպես նորից չի լինելու նրա գալուստը, որ մի եւս ուրիշ մի Հովանեսի պես մեկնել բարձրանա։ Անկրկնելի պարգև էր Հովանեսի պարգևը։ Չընդունեցին նրան, մերժեցին Տիրոջ ուղարկված ծառային, մերժեցին նրա վկայությունը այն, որ Քրիստոսի մասին խոսվում էր։ Նմանապես եկեղեցում Աստված Քրիստոսը տարբեր պարգևներ, ծառայություններ, ծառայության շնորհք ունեցող պարգևներ դրեց, որ եկեղեցու շինության համար աշխատեն։ Ինչ պարգև ունեցող մարդ մերժենք, դրա հետ կապված համապատասխան օրհնություն կկորցնենք, վնաս կքաշենք, մի համապատասխան օրհնություն։ Եվ այսօր, ինչպես առաջի դարում, կեղծ հոգևորներ լուրջ ձևով աշխատանք էին տանում, որ Հիսուս մերժվի Քրիստոսի մասին վկայություն տվողները, նմանապես այսօր կրկնվում է նույն իրավիճակը։ Եվ եթե Հիսուս Քրիստոս խոսում էր Հովանեսի մասին, ինչ տեսնելու դուրս եկաք անապատ, մի եղեք կամուց քշված, բարձրացնում էր Հովանեսին, անկրկնելի պարգև ունեցող մարդ է նա, նրանից մեծը ծնված չէ կանանցից։ Սա չէր նշանակում, որ Հիսուս Քրիստոս մարդ երկրպագության էր տանում։ Ուզում էր ասել, նրան, որին Աստված ուղարկեց, պիտի ընդունեք։ Սա էր ասում Տերը։ Մարդ երկրպագելը ուրիշ բան է։ Մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, որոնց ժողովուրդ ուզում են երկրպագեին, ինչպես Պողոսին Շիղային գործկարակելոցում, նրանք արգելեցին իրենց երկրպագեն, զոհեր անեն նրանց ոտների առաջին։ Բայց երբ որ Պողոս առաքյալը իր պարգևի մասին խոսում էր, որ Աստծուց տրված պարգև ունի, սա երկրպագության պահանջ չէր, այլ իր ծառայությունը ընդունելու, որի հետևանքով օրհնություն պիտի ընդուներ մարդը, ընդունողը, Պողոսին ընդունողը նաև պիտի ընդուներ այն ավետարանը, որը քարոզում էր Պողոս առաքյալը։ Մեր եկեղեցում էլ տեսնում ենք, որ շատ լուրջ հակառակություններ կան հենց եկեղեցուց էլ Միլազ եղբոր հանդեպ։ Օրինակ տեսեք 90-ական թվականներին մի այսպիսի դեպք է եղել 89-90 թվականներին, կարող է տարեթիվը կոնկրետ չհիշեմ, դա էական չէ։ Մեկը մի տեղի պատասխանատու, հենց մեր եկեղեցու մեջ, քարոզում էր մի սխալ գաղափար։ Իբրև քարոզում է Քրիստոսի մասին, բայց իրականում մարդկանց հավատքից գցում էր իր խոսքը։ Ասում էր, դե եթե մեղք եք գործում, ուրեմն փրկված չեք։ Ու հարցնում է հավաքույթում հավաքված ժողովրդին։ Հեչ դու մեղք չես գործում։ Ասում է, դե պատահում է մեղք եմ գործում։ Բայց ինչպես ես դավանում, որ ես փրկված եմ։ Դե Հիսուսին հավատում եմ, փրկված եմ, չէ՞, ասում է, եթե մեղք ես գործում, փրկված չես։ Երկրորդին է հարցնում։ Ասում է, դու փրկված ես, ասում է, այո, ես Հիսուսին հավատալով փրկված եմ։ Ասում է, հեչ մեղք չես գործում։ Երրորդին է հարցնում, ասում է, ուրեմն փրկված չես, մյուսները ասում, գործում եմ մեղք։ Եղբայրը տեսնում է, որ այս ժողովրդին հերթով փրկության հավատք ունեցող մարդկանց հավատքն է կոտրում։ Հանդիմանում է։ Տեղին էր հանդիմանում։ Բայց հետաքրքիր է, որ այս հանդիմանության համար հալածվում է։ Ինչու պատասխանատուին հանդիմանեցիր։ Տուն ա քանդում, մարդկանց հավատն է փչացնում։ Ոչ մեկ ռեակցիա չէր տալիս։ Սա էլ էր խոսում, որ մի հատուկ զգայարան ունի Աստծուց տրված, վտանգ տեսնի այս մարդը։ Որ ժամանակից։ Կամ բանավանում մարդիկ էին հայտնվել, իբրև հավատացյալներ, հանդիպել էին մեր եկեղեցու անդամներին, խոսում էին, վկայում Աստծուց իբրև։ Եվ հավատացյալներն էլ եկել, ասում են, խումբ մարդիկ ենք տեսել, խոսում էին Աստծուց, ինքան լավ էին խոսում,
Մեր նման հավատացյալներ էին, գիտեք, ուղղակի Հիսուսի Աստված լիներն էին մերժում։ Փաստորեն ռասելականներ են եղել։ Դա այդ որ ժամանակի 90-ական թվականների սկիզբն էր եղել։ Վտանգ իրականում եթե Հիսուսի աստվածությունը դու մերժեցիր, չես հավատում Հիսուսն Աստված է։ Ուրեմն նրա միակ փրկիչ լինելը մերժեցիր։ Աստված ասում է ես եմ փրկիչը, ինձանից բացի ուրիշ փրկիչ չկա։ Եվ ասում է այդ մանկանը, որ պիտի ծնվեր, ասում է նրա անունը կդնեք փրկիչ։ Հիսուս։ Եվ մերժում են նրա աստվածությունը, այսինքն փրկիչ լինելն է մերժվում։ Հետևաբար նորից մարդու փրկությունը վտանգված է, կորցնում է մարդը փրկությունը, եթե կորցնում է այն հավատքը, որ Հիսուսն Աստված է։ Այս հարցը երբ որ սկսվեց խոսվել, մարդիկ սկսեցին ասել, անկեղծ հավատացյալներ են, միայն Հիսուսի աստվածություններն մերժում, մեր նման հավատացյալ են, առաջին ռեակցիան, որ տվեց այդ մոլորությանը, Միլաս եղբայրն էր։ Այդ մոլորության հետեմ կանգնեց, խոսեց, պարզաբանեց, իհարկե ես չեմ ասում կոնկրետ ով, բայց էլի եկեղեցու մի առաջնորդ հալածեց նրան, հակառակեց։ Իսկ ինչ ես խոսում, Հիսուսն Աստված է։ Այստեղից էլ երևում էր այս մարդու զգայարանը ինչպես է աշխատում։ Սա հատուկ մի պարգև էր եկեղեցու համար։ Եվ երբ որ ուշադրություն դարձրեք, երբ որ անցան տարիներ եւ եղբոր պարգևը ճանաչեցինք, առաքյալ պարգևը եւ ձեռնադրեցինք, Էդի, այսպես ասած, մարդահաճո լինելու քայլ չէր։ Որ ասում է Հովանեսի մկրտությունը երկնքից է թե մարդկանցից։ Այսինքն Հովանեսը, որ իշխանություն ուներ մկրտելու, Աստծուց էր տրված այդ իրավունքը, թե մարդիկ էին կարգել իրեն այդ գործը անի։ Շատին եք դարձնում։ Այո, Հովանեսը երկնքից Աստծուց ուղարկված մարդ էր, Աստծուց ուղարկված նկատի ունենք, Աստծուց շնորհված պարգև ուներ։ Մարդուց էր ծնված, նրա հայրը Եղիսաբեթը, մայրը եւ հայրը մարդիկ էին, սակայն Աստծուց ունեցած պարգև։ Նմանապես նկատել ենք, տեսել ենք այս զգայարանը եղբոր մոտ, որ վառ զգայարան է։ Կարող է մարդը եկեղեցին ունենա հովիվ, ավետարանիչ, բայց դա չի նշանակում, որ եթե առաքյալ ունեցավ, վերջ, մյուսները պետք չեն, բոլորն էլ պետք են։ Ամեն պարգև իր կարևոր նշանակությունը ունի։ Երբ որ գլուխ բարձրացրեցին մի խումբ, որ սուտ դավանություններ էին անում, արտահայտություններ դավանում, որ սուրբ գրային չէր, Էլի առաջին ռեակցիան այս մարդը տվեց, պատասխան, այդ մոլորության դեմ խոսում էր, ասում, որ սխալ է դա, սուբգրային դավանություններ չեն, սրանց արտահայտությունների մեջ ես դավանում եմ, որ ես առողջ եմ, անկողնային հիվանդ, վերջը մեռավ, որ դավանում էր առողջ ես, խի մեռար, սուտ դավանություններ, լեբ լեցուն, սուբգրային դավանություններ չէր, Եվ շատերին գայթակղեցնում էին, որովհետև շոու, ճոխ սենց ներկայացված խոսքերով, հրապուրելով մարդկանց, գայթակղեցնելով իրենց դերասանական ոճով խոսում էին եւ շատերի ուշադրություն գրավում եւ ավելի ազդեցիկ թվում, որովհետև ճոխ բաներ են կարծես թե դավանում, մեծ բաներ են դավանում, որի հիմքում սուրբ գրային խոսք չկար, մոլորություն էր եւ շատ մարդիկ վնասվեցին։ Էլի եղբայրը բացահայտեց, ցույց տվեց, խոսեց, իհարկե էլի մարդիկ կան, որ այդ հարցի շուրջ խոսում էին, բայց ավելի պարզությամբ ներկայացնողն ինքն եղավ։ Թեև դրա համար էլ հալածվեց, հակառակություններ կրեց, Ժողովուրդ, իհարկե ես չեմ կարող թվարկել, ինչքան հարցերի բացահայտում է եղել եկեղեցում, բայց մի քանի
Այս շատ քիչ քանակի բաներ եմ ես ասում։ Դերիկ Պրինսի ուսմունքը, որ եղավ, կարող եմ բարձ չասեմ, տարերի շարադրվածքը ճիշտ չասեմ, արդեն իբրև քարոզում էր դիվական ուժերից ազատագրում մարդկանց, եւ տեսեք, նրանից դրդված շատ խմբերի մեջ մտավ այսպիսի վարդապետություն, հենց դրա իր վարդապետությունն էր, որ մարդկանց մեջ շատ դևեր կան։ Երբ որ մարդը, օրինակ, հավատացյալ մարդ, ընտրել է Հիսուսին, ապաշխարել է, դարձել նրան, միտեղ վրիպեց սուտ խոսեց, ասում է, քո մեջ ստության դևը կա։ Մեկ էլ մրսել է, լավ է, մրսել գլուխը կարգին ցավում, ասում է, գլխացավի դև կա քո մեջ էլ։ Իսկական իրականություն եմ ես ասում, ժողովուրդ։ Եվ լեցուն դևեր կան, ենելու մեջ, հավատացյալների մեջ։ Մարդիկ եկել են, ապաշխարել են, տարիներով հավատքի մեջ են, շատերը հոգով մկրտվել են, սուրբ հոգով մկրտվել են, եւ հանկարծ այս մոլոր ուսմունքը մտնում է եկեղեցիներ, տարածվում, եւ շատ առաջորդներ չեն նկատում, այս ինչ է։ Ընդունում են որպես նոր բացահայտում եւ կազմակերպում են այդ սուտ վարդապետությունը բերողից դրդված կազմակերպում են ամեն շաբաթ ազատագրման աղոթքներ արվի։ Հավաքվում են դևերից ազատագրման աղոթքներ անելու։ Բարձր գոռալով աղոթքներ են անում, իբր սաստում են, այս մեկը սուտ այրեք խոսե, այսօր եկավ զղջաց, բայց դև կա սուտ խոսելու դև կա մեջ, այն մեկը գլխացավի դեղ կա, այն մեկը անգինայի դև ունի։ Ազատագրման աղոթքներ են անում, բայց ժողովուրդ ուշադրություն դարձրեք, մարդկային գործոնը բաղուր մնաց։ Թեկուզ հավատացյալ կարող է եւ սխալվի, սուտել խոսի, բայց չի նշանակում սուտ ասելու դև կա։ Իրականում ոչ թե դա ազատագրման նպաստող աղոթքներ էր կազմակերպվում, այլ հակառակը։ Հոգով մկրտված մարդը այդ ծուր վարդապետությունը ընդունելով ընդունում էր, որ իր մեջ դև կա։ Ինչպես կարող է մի տան մեջ լինի սուրբ հոգին եւ այնտեղ լինի դև։ Չի կարող։ Դա հնարավոր չի։ Սուրբ հոգու զորավոր էր։ Եկավ տան կեսնել ինքն է վերցրել։ Այդպես բան չկա։ Հնարավոր բան չի դա։ Աստծո զորավոր էր, հա եկավ տան կես մասներ իր բաժինն է սարքել, մարդու կեսը ինքն է տիրում, դևը կեսնել սուրբ հոգին, դες բան ո՞նց կլինի։ Աբսուրդ։ Մոլորություն։ Ու ովքեր ընդունում էին, շատ մարդիկ էլ դիվահարվում էին։ Սուտ ուսմունք ընդունելով էլ դիվահարվում են։ Հիմա էլ մարդիկ, որ լսում են Դերիկ Պրինսի այդ ուսմունքը, մեկ էլ տեսնում ես առանձնանում են, սկսում են ինչ-որ ինքնագլուխ սրբության աղոթքներ անել, պաշտամունք անել, իրականում խախտվում են։ Ինքնագլուխ բաներ են կազմակերպում, խախտվում են։ Դերիկ Պրինսի սուտ վարդապետությունից։ Էլի այդ հարցի շուրջ լուրջ հակառակություն ունեցավ եղբայրը։ Միրաս եղբայրը։ Թեև դրա համար էլ շատերը հակառակեցին, եղբայր ջան ծայրահեղ ես մտածում, շատ մարդիկ էլի հակառակեցին, հետաքրքիր է, որ հերթով հակառակություններ էր քաշում։ Եղբայրը թեկուզ ճշմարտություններ էր բացահայտում, վտանգավոր մոլորություններ էր ցույց տալիս։ Ձեզ համար շատ հայտնի թեմա, որ խոսվում է, ասում է տաճարի հետ կապված, որ պիտի նստի տաճարում եւ երկրպագվի որպես Աստված, հակաքրիստոսը։ Բացատրեց եղբայրը, նստրա հարցի բացահայտումն էր հիմնականում, եղբոր միջոցով եղավ, իհարկե խոսեցինք եղբոր հետ, բայց ակունքը հիմնական իրենից եղավ։ Որ տաճար նկատի ունի սուրբ գիրքը այսօրվա ժամանակի մեջ եկեղեցին։ Եվ շատ եկեղեցիներում, երբ որ ընդունվում է օտար օրենքներ, օտար վարդապետություններ, ում օրենքն ու վարդապետությունը ընդունեցիր, նա էլ կառավարում է։
նստեց այդ տաճարում, բացատրվեց, սակայն մարդիկ այսօր սպասում են մի տաճար պիտի կառուցվի Երուսաղեմում և մեկը պիտի նստի այնտեղ, նույնիսկ չես հասկանում որտեղից են վերցրել այդ միտքը, որ պիտի Քրիստոս այդ տաճարը կառուցվի, որ Քրիստոսն էլ գա։ Սակայն այս սխալ բացատրության էլի մեկնությունը պարզաբանում եղավ եղբոր միջոցով։ Սա էլ հայտնություն չէ։ Վկայություն է։ Ասում է ծառը պտղից ճանաչեք։ Եվ եթե Հիսուսը խոսում էր Հովհաննեսի մասին, խոսում էր նրա համար, որ Հովհաննեսի վկայությունը ընդունեն, որ իրեն ճանաչեն, որ ինքն է Մեսիան, որտեղ Հովհաննեսը վկայում էր իր Մեսիա լինելու մասին։ Ճիշտ է։ Այսօր Հովհաննեսի նման իր գործնանում առաքյալ պարգև ունեցողը տարբեր հարցերի մասին բացահայտումներ տալիս, որպեսզի փրկչին հաստատուն ունենաք ձեր մեջ։ Հիսուս ճանաչեք եւ կարողանաք նրան ճանաչելով, որ Հիսուսն է ձեր միակ փրկիչ եւ այլ փրկության ճանապարհ չկա, չկորցնեք ձեր հավատքը, փրկությունը չկորցնեք։ Սուտ օդի միջի վկայություններ չանեք եւ խաբվեք, կարծեք թե ավելի զորավոր հավատացյալ դարձար, թեկուզ մտքիցը տնարված ինչ որ մի հարցի դավանություն ես տալի։ Մոլորության մեջ չընկնես, սուրբ հավատքդ չկորցնես։ Կարևոր հարցերի բացահայտումներ են ժողովուրդ։ Եվ սրա համար էլ հակառակությունները ավելի են մեծ։ Տեսեք, եկեղեցու դիրքը ինչպիսին պիտի լինի ծառաների հանդեպ։ Եթե եկեղեցում ժողովուրդը տրամադրվի ինչ-որ մի ծառայի հանդեպ, նրա ծառայությունը մերժելու սիրտ ունենա մարդը, անհատի օրինակ բերենք, բնականաբար նրա քարոզնել չի լսի։ Նմանապես անհատ լինի թե եկեղեցի։ Ճիշտ է։ Եթե տրամադրվեց եկեղեցին, հաջողվեց ինչ-որ մարդկանց միջոցով սատանան տրամադրել մարդկանց ժողովրդին, ոնց որ Հիսուսի դեմ տրամադրեցին քահանաներն ու ժողովրդի ծերերը։ Ամբողջ, որքան մարդիկ բժշկություն եւ հրաշքներ էին տեսել, կոչեցին Հիսուսին խաչել։ Այն ժողովուրդը, որ հաց կերան, այն ժողովուրդը, որ հազարներով մարդիկ օրհնություններ ստացան Հիսուսի խաչելու համար, սկսեցին շատերը կանգնել։ Ինչու թողեցին։ Լավ, եթե նույնիսկ խաչել գոչող չէին, հապա ինչու չէին ասում այդ մարդը արդար է։ Ուր էր այդ բազմությունը, որ այդքան շատ քանակի բազմություն հաց կերան։ Այդքան շատ քանակի ժողովուրդ բժշկություն տեսան, ուր էին այդ բազմությունը։ Ինչու չպայքարեցին խաչել գոչողների դեմ, չէ որ նրանց քանակն ավելին էր։ Եթե սրտը պատրաստ չեղավ, հաջողվեց սատանային տրամադրվել ծառայի դեմ, բնականաբար կկորցնի նաև ծառայի լսելու, օրհնություն ընդունելու սիրտ։ Կկորցնի օրհնությունը մարդը, եկեղեցի եղավ, եկեղեցին կկորցնի։ Շատ եկեղեցիների առաջնորդներ տեսան եղբոր շնորհքը եւ կարող էին այդ շնորհքից օգտվել, թեկուզ ինքը եկեղեցու հովիվ էր իր եկեղեցու մեջ եղբոր ծառայությունից օրհնություններ բերել։ Հնարավորություն տար դաշտ տար այդ մարդը գործեր իր եկեղեցում։ Բայց քանի որ թաքնված մի հպարտություն կարծես ստանում էր նրան, որ ինձանից փառավոր երևա, չուզեցին դա անել։ Եվ իրենց հետևից եկողները զրկվեցին մեծ օրհնությունից։ Հայաստանում ինչքան եկեղեցիների առաջնորդներ տեսան եղբոր շնորհքը, բայց մերժեցին։ Իրենք գիտեն։ Սակայն ուշադրություն դարձրեք, որպես մենք եկեղեցի, ինչ դիրք ունենք, ինչպիսի վերաբերմունք ունենք նման պարգևի հանդեպ, որ տրված է մեզ։ Եվ
եթե մեր դիրքը ուղիղ եղավ, Աստված էլ մեզ է օրհնելու, որ էլ ավելի հասկանանք։ Տերն ասեց, հարցրեց. Հովհաննեսի մկրտությունը երկնքից է թե մարդկանցից։ Չգիտենք։ Ես էլ ձեզ չեմ ասի։ Չգիտես։ Դեռ չես հասկանում Աստծո պարգևի մեծություն, առաքյալ պարգևը, դեռ երկմտում ես։ Տերն ասում է, ես էլ քեզ չեմ ասի։ Ինչ իշխանությունով եմ անում։ Միտքդ փակ կմնա։ Տերն է ասողը քեզ։ Կլսես քարոզը, բայց չես հասկանա։ Տերը պիտի ասի, որ հասկանաս։ Ես կխոսեմ, բայց եթե Տերը չբացի միտքդ, չես հասկանա։ Եվ այդպես էլ չհասկացան, խոսողները խոսեցին, Պենտեկոստեի օր ինչքան բազմություն խոսեց, առաքյալները խոսեցին, զարմանալի էր, որ ամեն լեզուներ իրենց լեզվով լսեցին, բայց չհասկացան, որտև Քրիստոս չէին ընդունում, շատ մարդիկ չհասկացան։ Այդ բազմությունից 3000 հոգի մոտարապես ընդգրկվեցին։ Ուշադրություն եք դարձնում, ով ընդունում էր Հիսուսին, նրա միտքը բացվում էր, հասկանում էին առաքյալներին։ Այսօր էլ է նույնը։ Տերն ասում է, ես էլ ձեզ չեմ ասի։ Եվ մեկ այլ կարևոր դիրք, եթե մենք հասկանում ենք այս պարգևի կարևորությունը ժողովրդյան, մենք տեսնում ենք այս պարգև ունեցող անձի դեմ լուրջ պայքար։ Ես չգիտեմ, որքանով եք մասնակից այս պայքարին։ Օրինակ, որ աղոթում ենք, եղբորն օրհնիր, ընտանիքը օրհնիր։ Ինչ ենք մտածում այդ աղոթքի ժամանակ։ Ինչ դիրք ունես այս պարգևի հանդեպ, երկրորդ հարցն եմ խոսում։ Դու աղոթում ես քեզ համար, թե եղբորն ես խղճում, որ փրկվի այդ վիճակից։ Աղոթի քեզ համար, որ Տերը ամեն արգելք վերցնի այդ մարդու առաջից, որ ինքը ծառայի քեզ խղճա։ Ինչ դիրք ունեք այս պարգևի հանդեպ։ Հեչեղել է, որ դուք մեկի նեղության մասնակից լինեք, նրա ապրումները հասկանաք։ Շատ եմ ունեցել։ Նրա տագնապը, ցավը, լացը, մի եղբոր քրոջ վախն ու անհանգստությունը, ապրելով իր անհանգստությունը ես զգացել եմ դա, աղոթել եմ կարծես թե իմ անհանգստություն, ապրել եմ դա, տեսել դա, ինչ է ինքը մտածում, ինչ է ապրում, հենց այնպես չի, որ Աստված իր ծառաներին տալիս է ինչ-որ մեկի մասին հասկացողություն, այս միտքը ունի, բացատրի իրեն, եթե սրտացավ չլինի, չի դա Տերը, այդ մարդը եթե սրտացավություն չունենա, հասկանում եք, ես էլ եմ ունեցել այդ պայքարը, թեկուզ անձամբ չեմ եղել այդ քաշքշուկների մեջ, որ եղբայրն է ունեցել, անհանգիստ գիշերներ, իմ դեմ հակառակություններ, որ չկարողանամ աղոթք անեմ, Եփեսացիս նամակում այսպիսի խոսք է ասում Պողոս առաքյալը, զորավոր մի մարդ, Եփեսացիս նամակի 6-րդ գլխից եմ կարդում 18-ից 20 համարները, 6-րդ գլխի 18-ից 20-ը, ամեն աղոթքով և աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ հոգով, և սրանում հսկեցեք բոլոր հարատևությամբ և աղաչանքով ամեն սուրբերի համար մտածեք, անհանգստացեք, աղոթք արեք, և ինձ համար էլ, Պողոս առաքյալն ասում է, և ինձ համար էլ աղոթք արեք, որ ինձ խոսք տրվի իմ բերանը բանալու ժամանակ, որ համարձակությունով հասկացնեմ ավետարանի խորհուրդը, որի համար ես պատգամավոր եմ կապանքներում, բանտարկված էր փաստորեն, բանտում լինելով էլի աշխատանք էր տանում, թեկուզ կապանքներում եմ, աղոթք արեք, որ ես առիթ է լինում, հնարավորություն խոսելու, Տերը խոսք տա, որ ես խոսեմ, որ Տիրոջ տվածով ասում է, նրանով համարձակ լինեմ,
ինչպես որ պետք է ինձ խոսել, այն խոսեմ, համարձակությամբ եւ Տիրոջ տվածով խոսեմ, աղոթք արեք ասում է ինձ համար։ Ինչ դիրք ունենք մենք այս պարգևի հանդեպ, որ մեզ տվել է Տերը, ինչ վերաբերմունք, մտածում ենք, այսպես որ ես ինձ խղճամ, սա ինձ է պետք, այս պարգևը, ծառայությունը ինձ է պետք, Տերը արգելքները վերցնի, որ ես այդ ծառայությունը լինի, որ ես օգտվեմ, խափանի Տերը չարի բոլոր գործունեությունները։ Ուշադրություն դարձրեք ինչ եմ ասում, ժողովուրդ։ Այսօրվա հակառակությունները եկեղեցու դեմ պատահական չեն։ Ովքեր պայքարի մեջ են, նրանք օրհնվելու են։ Այսինքն օրհնություն շատ տարբեր կերպերով է լինելու, բազմատեսակ օրհնություններ են լինելու։ Ովքեր պայքարի մեջ են, նրանք ավելի են հասկանալու Տիրոջ մեծությունը, իշխանությունը։ Ինչքան ուզում ես բացատրի, եթե մեկը մի գործիք չի օգտագործում, այդ գործիքը ինչպես պիտի օգտագործի միայն բացատրելով չի հասկանա, մինչև ինքը դա չգործածի։ Տիրոջ տված շնորհքը եթե դու չբանեցնես, եկեղեցու պայքարի մեջ չմտնես կամ եղբոր դեմ եղող պայքարի մեջ չմտնես, իմացեք շատ բաներից զրկված եք լինելու, շատ բաներից, շատ իմիջայլոց ապրողներ, մի ստից բանից ընկնելու են, բայց նրանք, որ պայքարի մեջ են լինելու, զորանալու են և Տիրոջից զորություն առած հաղթական ապրելու են և ավելի են հասկանալու Տիրոջ մեծությունը։ Տեսեք, Տերն ասում էր Մատթեոս ավետարանի 28-րդ գլխի 18 համարում, Հիսուսը մոտ գալով, իր աշակերտներին մոտ գալով ասեց. ամեն իշխանություն ինձ տրվեցավ երկնքում և երկրումս։ Տերը ասեց այս խոսքերը, բայց այս խոսքերը հասկանալը դժվար է, այնքան էլ հեշտ չի, հասկանաս, Տերը ամեն իշխանության Տերը ինքն է։ Ովքեր որ այս պայքարի մեջ այսօր իրենց փոքր կարողությամբ, մեծ կարողությամբ մասնակցությունը կունենան, այլ ավելի կհասկանան Տիրոջ մեծությունը, որ Տերը ինչ մեծ իշխանություն ունի, նա կարող է ինձ պահել, ինձ կարող է պաշտպանել, եկեղեցին կարող է պահել և պաշտպանել, կարող է Տերը իր ծառաներին պահել և պաշտպանել։ Այսօրերի հավատացյալները Տիրոջ փառքն ավելի մեծ ձևով են հասկանալու։ Երբ որ Մովսեսի ժամանակին ժողովուրդը այլ կերպ հասկացավ ով է Աստված, ամեն ազգերի վրա իշխանություն ունեցող, ամեն ազգերի վրա տիրող, մինչ այդ խորությամբ չէին հասկանում, երբ որ տեսան Աստծո, այսպես ասած, իրավունքով ազդել է Եգիպտոսում, Քանանի երկրում, շրջապատի ազգերի վրա, ամեն ազգերի Տերն Աստված է, ճանաչեցին։ Այս ճանաչությունը փոխանցվում է մեզ, բայց որ աշկով մարդը չի տեսնում, այդ խորությամբ չի հասկանում։ Այսօր Քրիստոսին մեծ իշխանություն ունեցող ենք տեսնում։ Տեսեք, հանգիստ ապրում եք, չէ՞։ Սովամահ պիտի լինեիք, բայց մի բաց դուռ է դրված, որ դուք ծախեք եւ առնեք։ Սա ինչ իշխանություն է, վերից տված իշխանություն է։ Քրիստոսին ճանաչում ենք իշխանություն ունեցող և համոզված եղեք այս պայքարների մեջ մասնակից լինեք, ավելի խորն եք հասկանալու Քրիստոսի իշխանությունը, քարոզներն եք լավ հասկանալու։ Ովքեր իմիջայլոց կլինեն, կնստեն, կլսեն, կասեն, ոնց որ միշտ նույն բանն են քարոզում, բան չհասկացանք։ Բայց այն մարդիկ, որ մասնակից են դարդուցավին եկեղեցու, նրանք միշտ տեսնելու են այսօր բան տեսանք, հասկացանք, խոսք տվեց մեզ, բացեց մեր միտքը, մեր անելիքը հասկացանք, օրհնի մեզ Աստված։ Այսքանը։ Մենք մեր բաժինը պիտի ունենանք այս պայքարում։ Տերը ծառայ է տվել նրա շուրջը լինել, նրա կողքին լինել և արժանալ այն մեծ օրհնության, ինչ որ Աստված որոշել է մեզ համար, այս պայքարի մեջ լինողների համար։ Տերը օրհնի մեզ, աղոթեք
Որտեղ որ անտարբեր սխալ եք եղել, խնդրենք Տերը ների։ Որտեղ որ մի հնարավորություն եք ունեցել արդարություն խոսել, արդարի համար կանգնել, արթուն եղեք անեք։ Որտեղ բաց եք թողել, խնդրեք Տերը ների։ Աղոթենք։